Տասնյակ հաղորդումներ եմ արել այս թեմայով, տասնյակ հարցազրույցներ, տասնյակ լայվեր։ Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնեմ ձեզ, հարգելի բարեկամներ, որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին պատերազմը պիտի դադարեր։ Այս դավադիր կազմակերպված սպանդը պիտի դադարեր, որովհետև հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայում ձեռք էր բերվել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործոս նախարարների միջև եւ հոկտեմբերի 10-ին կեսօրին այն պիտի ուժի մեջ մտներ։ Դա այդ պայմանավորվածությունը անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը Էրբեկային տված հարցազրույցում պիտի ասեր, որ սա Ադրբեջանի արդեն դիվանագիտական հաղթանակն է, 4 կետանոց հայտարարություն էր, 4 կետերից երրորդ կետում նշվում էր, որ կողմերը սկսում են սուբստանտիվ բանակցություններ, իսկ սուբստանտիվ բանակցությունները դա առարկայական բանակցություններն էր, եւ հայկական կողմը ըստ այդ կետի պարտավորություն էր վերցրել ներկայացնել գրաֆիկ, թե որ օրը, որ ժամին դուրս է գալիս որ շրջանից, եւ ադրբեջանական կողմը որևէ հետաքրքրություն, շահագրգռվածություն եւ պատճառ չուներ խախտելու այս պայմանավորվածությունը, որովհետեւ ելի եմ ասում, դա իր շահերից էր բխում։ Բայց հայկական կողմը կամ այսպես կոչված հայկական կողմը եւ նրանց չեմ սիրում այդ ձևակերպումը եւ նրանց կուրատորները ունեին շահագրգռվածություն, որպեսզի այդ պայմանավորվածությունը խախտվեր եւ նրանք դա արեցին։ Նախ պիտի ասեմ, որ այս տեքստը անոնց չարեց ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Նիկոլ Փաշինյանի տեղակալները, ոչ ազգային ժողովի նախագահը եւ ոչ էլ Արծրուն Հովհաննիսյանը, եւ մինչեւ վերջերս այս տեքստի տարբեր հատվածներ սխալ թարգմանությամբ էին ներկայացվում։ Քոչարյան Անդրանիկի գլխավորած հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այսպես հպանցիկ եւ կողմերը սկսում են սուբստանտիվ բանակցությունները, նա էլի ներկայացրեց, որ стороны начинают субстантивные переговоры, նա ներկայացրեց այսպես. կողմերը ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունները։ Ինչևէ, հրադադարը չպահպանվեց, հոկտեմբերի 10-ին ժամը 12:03 Արծրուն Հովհաննիսյանը հերթական սուտ տեղեկությունը տարածեց, որ ադրբեջանցիները ռմբակոծում են Կապան քաղաքը, իսկ մեկ օր անց ես ձեզ ասել եմ, որ ամեն անգամ հրադադարի ռեալ հնարավորությունից հետո կամ առաջ հայկական կողմը խփել է Գյանջա կամ ինչպես ուզում եք նշեք Գանձակ, Կիրովաբադ քաղաքին եւ մեկ օր անց գիշերը հերթական անգամ հայկական կողմը հարվածեց Գյանջայի բնակելի թաղամասերին, այսինքն իրականացնում էր գործողություն, որպեսզի պատերազմը հանկարծ չդադարի, ունենալով իր հակահայկական, հակաքրիստոնեական, դավաճանական իր ծրագրերը։ Հոկտեմբերի 10-ին հայկական կողմը, այսպես կոչված հայկական կողմը դեռ ուներ հնարավորություն պահելու պետության դեմքը, մեկ եւ ամենակարևորը սպանել չտալու հազարավոր տղաների, բայց նա գնաց շարունակեց իր հանցագործ գործունեությունը։ Հոկտեմբերի 10-ի հրադադարը խախտել է հայկական կողմը եւ արել է այնպես, որ հոկտեմբերի 10-ից 5 տարի անց Պարոն վարչապետ, ինչու եք խախտել հոկտեմբերի 10-ի հրադադարը եւ որն է եղել դրա պատճառը։ Այս հարցը 5 տարի անց չի տվել երկրի վարչապետին ոչ մի падգամավոր։ Այն ժամանակ այլ սազվի դեպուտատներ էին ընդդիմադիր ներկայացող Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խմբակցություն ուներ, Լուսավոր Հայաստանը խմբակցություն ուներ, հետո նոր ընտրություններ տեղի ունեցա, նորովի լեգիտիմացվեց այս հանցագործ ռեժիմը,
падգամավորներ դարձան դաշնակ մաշնակները եւ 5 տարի անց նաեւ սրանք այդ հարցը չբարձրացրեցին պարլամենտում։ Խախտվեց հրադադարը, նոր զոհեր բերեցին, նոր մայր բերեցին, նոր ծխեր ավիրվեցին, խախտվեց հրադադարը ուրիշների հաշվին, ոչ իրանց տղեկի, ոչ իրանց բարեկամների, ուրիշների հաշվին։ Ես ձեր տիրոջմերը կգա ժամանակ եւ դուք կկանգնեք արտահայտության առաջ եւ Փաշինյան Նիկոլ դու կասես թե ում հրամանով Օնիկ Գասպարյան դու ասելու ես թե ում հրամանով է հրադադարը խախտվել պատիվ չունեցող սրիկա դու ասելու ես թե ում հրամանով է հրադադարը խախտվել կոնկրետ ով է եղել են մարդը ով հորդորել է հրամայել է որպեսզի չգիտեմ ինչ ուզում եք դրեք անունը SMS է գրել տալդա Հայաստանի ամեն ինչ կարող է լինել խորհուրդ է տվել որպեսզի հրադադարը չդադարի դու հայկական դատարանի կամ միջազգային դատարանի առաջ տալու ես այդ անունները թե ում հրամանով է հայկական կողմը խփել Յանջա քաղաքին որպեսզի չդադարի պատերազմը թեպետ Բաքվում արդեն ասում են դու կանգնելու ես դատարանի առաջ Փաշինյան Նիկոլ դու եւս այս հարցին պատասխանելու ես Սերժ Սարգսյան դու եւս պատասխանելու ես այդ հարցին թե պատերազմի ժամանակ Օնիկ Գասպարյանի հետ խոսել եք եղանակից ընդհանուր ինչ որ թեմաներից թե դա եղել է ասողիկ լսողիկ խոսակցություն եւ դու հրահանգներ ես իջեցրել այդ պատիվ չունեցող սրիկաներին նաեւ օգտվելով առիթից ուզում եմ ընդդիմադիր դաշտում իրենց գործունեությունը, այսպես կոչված ընդդիմադիր դաշտում իրենց գործունեությունը ծավալող անհատներին, կազմակերպություններին անպայման կարդալ իմ 3 գրած պոստը, որտեղ ես ներկայացնում էի, որ ինչ որ գեղում գեղապետի ընտրություններ էին նշмарվում։ Կարդացեք այդ պոստը։ Դա մեր գեղի մասին է։ Դա մեր բոլորի մասին է։ 5 տարի է անցել հարգելի բարեկամներ հոկտեմբերի 10-ի հրադադարի խախտումից 5 տարի է անցել այս հանցագործությունից լռության մատնված հանցագործությունից ես ձեր տիրոջմերը անպայման պիտի պատասխան տակ անպայման